Հարգելի իմ դիտորդ, ես դարձյալ կազմել եմ հորար քարտեզ ու դարձյալ շատ հետաքրքիր, շատ խորը եւ շատ կարևոր հարցի շուրջ, եւ հարցս էսպես է եղել, հա, այսինքն ինձ հարցրել էին, որպեսզի ես ստուգեի հորար քարտեզով Հայաստանում սով կլինի, թե չի լինի, քանի որ ամբողջ աշխարհում խոսվում է սովի մասին, եւ այսպես էներգետիկ դաշտում արդեն մարդիկ նկատում են, հա, նուրբ էներգիաներով, որ սով է սպասվում եւ այլն, ես հիմա իրականությունը ձեզ կասեմ եւ այս իրականությունը դժվար է որևիցե մեկը ձեզ ասի, որովհետեւ եթե նկատել եք հորար քարտեզով ամբողջ Հայաստանում միայն ես եմ աշխատում, բայց սա գլուխգովար չի, սա այն է ինչ կա։ Ուրեմն գլխավոր նշանները եւ սիգնիֆիկատորները։ Քարտեզի առաջի տան ասցենդենտը գտնվում է խոյ նշանում, սա հարց տվողի տունն է, որի կառավարիչը հենց Մարսն է, լրացիչ, ուրեմն նշանակիչ նաեւ Լուսինը։ Սնունդը եւ պաշարները ըստ աստղաբանության ուտելիքը, սննդամթերքը եւ պաշարները պատկանում են երկրորդ տանը։ Իմ կազմած քարտեզում երկրորդ տան սկիզբը կուսպիտը գտնվում է ցուլ նշանում, որի կառավարիչը Վեներան է։ Մարսը ժողովուրդը գտնվում է երկրորդ տանը, ուտելիք ֆինանսների տանը։ Սա նշանակում է, որ ժողովուրդը իր ողջ ուշադրությունն ու էներգիան կենտրոնացրել է այդ հարցի շուրջ եւ իր համար դարձել է կարևոր սննդի թեման։ Տեսեք, մեկի համար կարա լինի, ընդունենք, ձմեռվա առևտուր անեմ, հա, այսինքն շատ առևտուր անի, որպեսզի պատրաստ լինի ձմռանը։ Այն մյուսը կարող է ձմեռը արժեքը թանկանա, կամ ձմեռը կարող է աշխատավարձս է, ընդունենք, սեզոնային է։ Ու ինչ է լինում, պատրաստվում եւ կենտրոնանում են հենց սննդի վրա։ Ուրեմն մոլորակների ասպեկտների փոխազդեցությունը, եթե նայեմ, Մարսը եւ Վեներան, այսինքն ժողովրդի մոլորակը Մարսը եւ սննդի մոլորակը Վեներան, կապույտ գիծ ունեն, հա, իրար հետ։ Սա կոչվում է տրին, հորար աստղագիտության մեջ ամենադրական եւ հաջողակ ասպեկտներից մեկն է։ Այս դիրքը ցույց է տալիս, որ մարդիկ ունեն եւ կունենան հասանելիություն այդ պաշարին, այսինքն սնունդին։ Այստեղ լուսնի դիրքը, լուսինը գտնվում է խոյի առաջի տանը։ Ինչը խոսում է, որ այս հարցը շատ այսպես էմոցիաներ, լարվածություններ է առաջացնում մարդկանց մոտ։ Սակայն այն նույնպես դրական ասպեկտ ունի 5-րդ տան մոլորակների հետ։ Հայաստանում սով չի լինի, ցույց է տալիս սա հորար քարտեզը։ Փորձեցի ավելի ուշ տեսնել, իսկ ավելի ուշ կարա լինի այդպիսի բան։ Ապագայում նույնպես սով չի լինի։ Երբ նայում եմ ուրեմն իրավիճակի հետագա զարգացումը, աստղաբանության մեջ հաշվի ենք առնում մոլորակների առաջխաղացումը ու դրանք հաջորդող ասպեկտները, հա։ Վեներան սննդի կայունությունը, սննդամթերքի պաշարներ խորհրդանշող Վեներան գտնվում է կշեռքի նշանի ընդամենը 11-րդ տան աստիճանում, 6-րդ տան վերջում, քանի դեռ այն չի փոխել իր նշանը, պահպանում է իր բարձր, ուրեմն էսենցիալ ուժը։ Դա նշանակում է, որ երկարաժամկետ հեռանկարում եւս երկրում սննդի բազային պաշարների իսպառ բացակայություն չի լինելու։ Լուսնի ուրեմն իրավիճակի հետ կներեք, հենց ընթացքի հաջորդ քայլերը լուսինը խոյի 21 աստիճանում է եւ շարժվում է առաջ։ Նրա հաջորդ հիմնական ասպեկտը լինելու է դրական տրինը, կապույտ գիծը այռուցում գտնվող Յուպիտերի հետ, որը հաջողության, առատության եւ պաշտպանության մեծագույն մոլորակ է։ Սա հուշում է, որ ցանկացած տագնապ կամ ճգնաժամ ապագայում կստանա բարենպաստ լուծում եւ կառավարության կամ արտաքին աջակցության միջոցով իրավիճակը կկայունանա։
Մտածում եմ կարող է եկող տարի գյուղացու բերքը լավ լինի, որովհետև շարժվում է մոլորակը դեպի Յուպիտեր, դեպի մեծ բարերար։ Ուրեմն Մարսի ժողովրդի դիրքը երկրորդ տանը, Մարսը դեռ երկար ժամանակ մնալու է երկորյակների նշանում, երկրորդ տանը ֆինանսներ և ուտելիք։ Սա նշանակում է, որ ավելի ուշ նույնպես մարդկանց հիմնական գործունեությունը և մտահոգությունները, ռեսուրսների հայթայթումը կապված կլինեն տնտեսական թեմաների հետ, թանկացումներ, գնաճ, բայց ոչ երբեքսով։ Քարտեզի ապագա զարգացումը ցույց է տալիս, որ տնտեսական դժվարություններ, էմոցիոնալ վախեր կամ գների տատանումներ հետագայում կարող է լինել, սակայն ֆիզիկական սովի կամ պաշարների դեֆիցիտի վտանգ չկա։ Սնունդ լինելու է, բայց և լինելու է հասանելի ամենակարևորը։ Այսինքն ինքը որքան էլ որ թանկանա, մենք լիարժեք մեզ չենք զրկի սնունդից։ Կունենանք, այսպես ասեմ, ընդունենք, եթե շաբաթվա 5 օրը կամ 6 օրը մարդիկ կան միս են ուտում, կուտեն 3 օր։ Այսպես է լինելու, բայց սնունդ լինելու է, այսինքն չի պակասելու, դուք չեք տեսնելու խանութի կամ սուպերմարկետների սառնաները դապու դադարք, չի լինելու այդպիսի բան։ Ուղղակի թանկացման հաշվին կամ գների տատանման հետ կապված ժամանակ առ ժամանակ դուք ձեզ դա թույլ կտաք, իսկ ժամանակ առ ժամանակ ձեզ կսահմանափակեք։ Ուրեմն քարտեզում ֆինանսների և գնողունակության տունը, երկրորդ տունը բավականին ակտիվ է, ինչը հուշում է, որ գների տատանում, թանկացում, սա երկրորդ տան Մարսն է խոսում, մոլորակը երկորյակներ նշանում է, Մարսը խորհրդանշում է ագրեսիվ էներգիա, շտապողականություն և սուր իրավիճակներ, իսկ երկորյակները փոփոխականություն, սա նշանակում է, որ շուկայում սպասվում է գների կտրուկ տատանումներ, գնաճ, թանկացումներ և տնտեսական անկայունություն։ Մարդկանց մոտ կլինի ֆինանսական անհանգստություն և ստիպված կլինեն ավելի շատ էներգիա ծախսել գումար հայթայթելու համար։ Ռեսուրսների առկայությունը։ Չնայած թանկացումներին, երկրորդ տան կառավարիչ Վեներան շատ ուժեղ դիրք ունի և գտնվում է իր տանը։ Սա երաշխավորում է, որ ֆինանսական համակարգը կամ ապրանքաշրջանառությունները չեն փլուզվի։ Փողը և ապրանքը շուկայում կլինի, պարզապես դրանց հասանելիությունը կպահանջի մեծ ջանքեր։ Աշխատում եք 8 ժամ, կաշխատեք 10 ժամ կամ 18 ժամ։ Բայց դա կապ չունի, հացի հետ, դա կապ ունի ֆինանսի կայունության և ընդունենք գնաճի հետ, գների տատանման հետ։ Արտաքին աշխարհ, ուրեմն և գործընկերների և այլ երկրների հետ հարաբերությունները ներկայացնում է 7-րդ տունը։ Արտաքին աջակցություն, 7-րդ տան կառավարիչը նույնպես Վեներան է։ Այն, որ արտաքին հարաբերությունների մոլորակը գտնվում է բարձր կարգավիճակում, հուշում է, որ Հայաստանը կունենա կայուն արտաքին գործընկերներ կամ դաշնակիցներ։ Մեզ կօգնեն։ Քանի որ ժողովրդի մոլորակը նշեցի, որ Մարսն է և արտաքին աշխարհի մոլորակի Վեներան իրենց միջև կա դրական կապույտ գիծ տրին ասպեկտ, սա շատ կարևոր ցուցանիշ է և այն նշանակում է, որ արտաքին աշխարհից, դաշնակից երկրներից կամ միջազգային առևտրից եկող օգնությունն ու պայմանագրերը կլինեն արդյունավետ, երկիրը մենակ չի մնա իր տնտեսական խնդիրների հետ և ներմուծումը կամ աջակցությունը կօգնեն խուսափել ճգնաժամերից։ Մենակ երկրաշարժի տարիների նման մարգարիտ ու բան չուղարկեն, Աստված ջան։ Ուրեմն առաջիկայում
Սպասում է ֆինանսական լարված թանկացումների լի շրջան, հայեր ջան։ Թանկացումներ, եւ քանի որ խոսքը գնաց թանկացումների մասին, ես կազմեցի երկրորդ հորար քարտեզը։ Երկրորդ հորար քարտեզը Հայաստանում դրամի իր արժեքը կպահի, թե ընդհանրապես գումարը կփոխվի, հա։ Կարևոր էր իմանալ, ինչու՞ չէ։ Եվ սիգնիֆիկատորները նայելուց եւ գլխավոր նշանները նայելուց դրամը երկրորդ տան սկիզբը, ուրեմն կուսպիտը գտնվում է ցուլ նշանում, որի կառավարիչը Վեներան է։ Վեներան այստեղ ուղղակիորեն ներկայացնում է հայկական դրամի կայունությունն ու արժեքը։ Դրամի արժեքի պահպանումը Վեներայի դիրքը ուժեղ եւ կայուն դիրք ունի։ Վեներան գտնվում է իր հարազատ, ուրեմն կշերք նշանում 7-րդ տան սահմանագծի աստղաբանության մեջ սա նշանակում է, որ արժույթն ունի ամուր հիմքեր եւ ներքին մեծ ուժ։ Դրամի լիակատար արժեզրկում, փլուզում կամ դրամական նոր ռեֆորմ, արժույթի ամբողջական փոփոխություն չի սպասվում։ Քանի որ Վեներան կառավարում է նաև 7-րդ տունը, արտաքին աշխարհ, միջազգային շուկա, դրամի կայունությունը ուղղակիորեն կապված է արտարժույթի դոլար, եվրո, արտաքին առևտրի ընդհանուր հավասարակշռության հետ, որն այս պահին կայուն է։ Գումարը կփոխվի։ Մարսի եւ Լուսնի դիրքն այստեղ նայում, ուրեմն գնողունակության տատանում, երկրորդ տանը, սա նշանակում է, որ քանի որ Մարսը երկվորյակներում է, որ թեև դրամը որպես արժույթ կպահի իր հիմնական արժեքը, անհատական մակարդակում մարդկանց մոտ գումարը կփոփոխվի, այսինքն դրա գնողունակությունը կտատանվի, ետ ու առաջ կգնա, կլինեն շրջաններ, երբ ստիպված կլինենք արագ ծախսել կամ փոխանակել ուրիշ գումարով։ Լուսնի ասպեկտները, լուսինը առաջին տանը ցույց է տալիս, որ անհանգստությունը իրականում տեղին է, սակայն լուսնի դրական կապը Յուպիտերի հետ հուշում է, որ խուճապի մատնվելու այս պահին կարիք չկա։ Դրամը կպահպանի իր հիմնական արժեքը եւ դրամական համակարգի կտրուկ փոփոխություններ փլուզում քարտեզը ցույց չի տալիս, շնորհիվ ուժեղ Վեներայի, սակայն շուկայական գների տատանումների պատճառով մեր ձեռքի տակ եղած գումարի իրական արժեքը ժամանակ առ ժամանակ կփոխվի։ 10,000-ով սառնարանի այսպես հյութերի տեղն եք լցնում, այս անգամ կլցնեք 20,000-ով այդ մի դարակը։ Եվ ազգային արժույթ հայկական դրամ, ինչպես նշվեց, որ մեր դրամը խորհրդանշում է Վեներան, գտնվում է ուժեղագույն դիրքում կշերք նշանում, եւ դրամով խնայողություններ պահելը բավականին անվտանգ է, այն ցուցիչ չի տալիս կտրուկ արժեզրկում, ուստի ընթացիկ ծախսերի եւ միշտաժամկետ կտրվածքով խնայողությունների համար դրամը կայուն հիմք է։ Եթե այս պահին դուք ուզում եք գումար տնտեսել, ապա առայժմ պահեք դրամը, որովհետև դրամը լինելու է որոշ ժամանակ ամենակայուն գումարը։ Դոլար, եվրո եւ այլն։ Արտաքին ֆինանսները ներկայացնում է 8-րդ տունը, որը 7-րդ տան արտաքին աշխարհի, ուրեմն երկրորդ տունն է, 8-րդ տան սկիզբը գտնվում է կարիճ նշանում, որի կառավարիչը Մարսն է դարձյալ։ Ինչ է սա նշանակում։ Մարսը գտնվում է երկորյակներում եւ փոփոխական նշանում եւ երկրորդ տանը, սա հուշում է, որ արտարժույթի շուկայում, հատկապես դրամ դոլար կամ դրամ եվրո փոխարժեքներում լինելու են ակտիվ եւ արագ տատանումներ։ Արտարժույթն ավելի շատ հարմար է արագ շրջանառության, փոխանակումների կամ առևտրի, քան պասիվ հանգիստ խնայողության համար, քանի որ տատանումները կարող են նյարդայնացնող լինել, որովհետև Մարսը գտնվում է երկրորդ տանը, սուր իրավիճակներ է ստեղծում արտարժույթի հետ կապված, դրա համար առնել ծախել, հա, այդ բիրժայի հետ կապված կարող է այսպես լավ աճ տա ու մեկ էլ լավ այսպես
անկում ապրի, իսկ դրամը այդ ժամանակ կպահի իրան կայուն։ Բայց հետո հիշեք, որ հետո ինքը դոլարը բարձրանալու է եւ դոլարը եւ եվրոն բարձրանալու է, ինչի համար է բարձրանալու։ Ավելի ուշ, երբ որ Վեներան առաջ շարժվի, մտնելու է կարիճի մեջ։ Այն կհայտնվի աքսորի թույլ դիրքում, մերժման, վանող դիրքում։ Ավելի ուշ հեռանկարում դրամի ներքին ուժը կթուլանա եւ նշանակում է, որ երկարաժամկետ կտրվածքով միայն դրամով խնայողություններ պահելը կդառնա ռիսկային, քան կարող է տեղի ունենալ գնողունակության նկատի անկում կամ արժեզրկում արտարժույթի նկատմամբ։ Մոլորակները ուրեմն Մարսը ավելի ուշ լքելու է երկվորյակների անկայուն նշանը եւ մտնելու է խեցգետնի, այնուհետև առյուծ, ինչ է նշանակում, եթե հիմա արտարժույթը դոլար, եվրո կտրուկ տատանվում են, ապա ավելի ուշ կստանան ավելի հստակ կայուն միտում, երբ դրամը սկսի թուլանալ, եվրոն եւ դոլարը կսկսի բարձրանալ։ Այստեղ, եթե նայենք ամենաերկարաժամկետ եւ ամենաբարձր այսպես գումարը լինելու է ոսկին եւ անշարժ գույքը։ Երկար տարիների կտրվածքով, եթե դրամը արժեզրկվի, ապա նյութական արժեքները ոսկին, հողը եւ անշարժ գույքը իրանք ավելի այսպես բարձրանալու են։ Так. Ավելի ուշ հեռանկարում դոլարի, եվրոյի եւ ռուսական ռուբլու փոխարժեքները դրամի նկատմամբ զգալիորեն կփոխեն իրենց այսպես ավելի կբարձրանան։ Դոլար եւ եվրո քարտեզում արտարժույթների տունը 8-րդ տունը կառավարում է Մարսը։ Մոտ ժամանակներս Մարսը երկվորյակներում է, ինչը նշանակում է դոլարի եւ եվրոյի արագ, բայց անկայուն տատանումներ, մեկ բարձրանալու է, մեկ իջնելու է, այս դեպքում դրամը դեռ ինքը իրան կայուն կպահի, իսկ ավելի ուշ դրամը կթուլանա, իսկ Մարսը կտեղափոխվի հաջորդ նշան, դոլարն ու եվրոն դրամի նկատմամբ կթանկանան։ Ռուսական ռուբլին այստեղ 7-րդ տունն է Վեներան։ Քանի որ Վեներան այս պահին շատ ուժեղ է կշեռքում, ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ կլինի հարաբերականորեն կայուն կամ կանխատեսելի, առանց կտրուկ անկումների, բայց ավելի ուշ կարող է ենթարկվել նոր ճնշումների եւ արժեզրկման։ Այստեղ պետք է ուշադիր լինեք ռուսականի հետ կապված։ Դոլար, եվրո ապագայում կամրապնդվեն դրամի նկատմամբ եւ կլինեն ավելի հուսալի, ռուբլին ավելի ուշ հեռանկարում կթուլանա, ուստի խնայողությունների համար ամենաապահով տարբերակը չի լինի։ Դոլարի փոխարժեքը ապագայում դրամի նկատմամբ կփոխվի եւ ավելի ուշ կբարձրանա։ Արդեն ասեցի։ Իսկ աշխարհում ուրեմն դոլարի գլոբալ դիրքը Պլուտոնը ցույց է տալիս կազմած քարտեզում ջրհոսում, որը գլոբալ տնտեսություն եւ համաշխարհային բանկային համակարգը քարտեզում ներկայացնում է ուրեմն Պլուտոն մոլորակով, որը գտնվում է ջրհոս նշանում 11-րդ տանը։ Ջրհոսը խորհրդանշում է թվային տեխնոլոգիաներ, ինտերնետ եւ ապա կենտրոնացում, սա հուշում է, որ աշխարհում դոլարը չի անհետանա, բայց այն ամբողջովին կթվայնացվի։
Դոլարի ուժը այլ համաշխարհային արժույթների նկատմամբ քարտեզում համաշխարհային ուրեմն ֆինանսների տիրույթում արկա է մեծ դրին հզոր կապույտ եռանկյունի Պլուտոնի, Վեներայի եւ Մարսի հետ։ Սա ցույց է տալիս համաշխարհային ֆինանսական էլիտաների եւ խոշոր կենտրոնական բանկերի վերահսկում։ Ավելի ուշ սպասվում է ուրեմն փոփոխություններ ամբողջ աշխարհով, մեկ գլոբալ գնաճ, ինֆլյացիա եւ ուրեմն կրիպտոարժույթներ, քանի որ քարտեզում կրիպտոարժույթների եւ թվային ֆինանսների թեման արտահայտված է եւ չափազանց հստակ եւ ուժեղ ցուցանիշ է կազմում, ապա Պլուտոնի ջրոսում սա գլոբալ ցուցանիշ է։ Ջրոսը պատասխանատու է բարձր տեխնոլոգիաների, ինտերնետի, ապակենտրոնացված համակարգերի եւ կրիպտոարժույթների համար, իսկ Պլուտոնը խորհրդանշում է մեծագույն զանգվածների էներգիան եւ տրանսֆորմացիան։ Պլուտոնի առկայությունը ջրհոսի նշանում փաստում է, որ կրիպտոարժույթներն աշխարհում այլևս ժամանակավոր երևույթ չեն, այն դառնում է նոր համաշխարհային ֆինանսական համակարգի հիմնավորում։ Սա ասում է կապույտ մեծ եռանկյունի տրինները։ Ինչ կլինի ավելի ուշ գների փոփոխություն, ուրեմն բիթքոյնի եւ կրիպտոշուկայի կտրուկ տատանումներ, չնայած գլոբալ ուրեմն ընդունմանը Պլուտոն քարտեզում հետադիմական է, իսկ ֆինանսական շարժերն ապահովող Մարսը գտնվում է երկօրյակներում, սա նշանակում է, որ կրիպտոշուկան ապագայում դեռևս անցնելու է սուր ցնցումների մեջ, վերելքներ եւ կտրուկ անկումներ, կամ միանգամից կհարստանան, հետո միանգամից այսպես կզրոյանան։ Ուրեմն այս Հայաստանում կրիպտոարժույթների բիթքոյնի դերը կիրառումը ավելի ուշ հեռանկարում զգալիորեն կփոխի եւ կմտնի պաշտոնական օրինական դաշտ հենց Հայաստանում։ Այստեղ լրիվ վերահսկվելու է, սա Սատուրնի վերահսկողությունն է, Սատուրնը գտնվում է առաջի տան սահմանին եւ կապ ունի գլոբալ տեխնոլոգիական Պլուտոնի հետ։ Սա նշանակում է, որ Հայաստանի պետական մարմինները կենտրոնական բանկ կառավարություն կներդրեն խիստ օրենքներ եւ հարկային կանոնակարգեր կրիպտոարժույթների համար։ Բանկային ամբողջ համակարգը կթվայնացվի, մանրամասը էլ չասեմ, եթե պետք կլինի հետո նորից կնայենք։ Ուրեմն հասարակության շրջանում կտրուկ կմեծանա հետաքրքրությունը կրիպտոարժույթի նկատմամբ։ Մի խոսքով այս էլ սովի եւ ֆինանսի հետ կապված ժողովուրդ ջան, իսկ ձեր հաշիվները այո կվերահսկվեն, կհսկվեն, չեք կարող անտեսանելի մնալ, չեք կարող փողեր լվանալ, ամեն ինչը վերահսկվելու է բանկերի կողմից եւ ավտոմատացվելու է, ահա։ Այդպես չի լինելու, որ ձերքում գումար չի լինելու, բայց այդ գումար ուր գնաց, որտեղ ծախսվեց, ումը տվեցիք եւ այլը, դրանք բոլորը ֆիքսվելու է, այնպես որ